Ուրեմն ինձ հեռանալու, ինձ ուղղված հեռանալու պահանջը, իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Ուրեմն տեսեք, քանի որ դա տեսագրությունների հետ ուղղակիորեն առնչված է, ես ձեզ ասեմ։ Ուրեմն ես ձեզ 4 հանգամանք կարող եմ նշել, տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացականորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրություն, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, այո, սա արել ենք, սա իրական է եւ այլ եւ այլ։ Երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը որ ասի, այո, դա այդպես է։ Ամենայն դեպս շոշափող անձանց շրջանակի մեջ։ Այնտեղ շոշափվում է իմ անձը եւ իմ ընտանիքի անդամների անունները։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։ Երրորդը, որ ավելի հիմնավոր փաստարկ է։ Ուրեմն դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում։ Եվ գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ չէ, եւ ես էլ համոզված էի, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Ուրեմն հետևաբար այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատեքստ։ Չորրորդը, որ կրկին այս իմ երրորդ ասածի շարունակությունն է։ Ուրեմն քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա եւ քննչական կոմիտեում քննվել է, ես հրավիրվել եմ հարցազրույցի։ Ես հանդիպման։ Ուրեմն երբ որ ես հանդիպեցի այնտեղ, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել եւ այլն, եւ դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել։ Ես ասացի շատ լավ։ Իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ, թե նաեւ ձեզ։ Ուրեմն բարձվեց այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Եվ դա գիտեք ինչի է նմանվում, նմանվում է, ասենք, մի դարպասի ֆուտբոլի խաղի նման։ Ինչ որ մարդիկ իմ ձեռքերը կապում են եւ որոշները փորձում են հարվածել։ Բայց հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել 3-րդ, 4-րդ անձանց ձեռքը։ Իհարկե ես դրանից էլ չեմ ներսրտում, ոչ էլ դրանից էլ որևէ երկյուղ ունեմ։ Ուրեմն մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, կարծեմ Բաբայան Արսենը այստեղ պիտի լիներ, կամ եթե այստեղ չի, ինքը հայտարարություններ արել է։ Մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, եւ մեկ օրվա մեջ փորձաքննության արդյունքները փոխանցվում է այդ քննության հետ կապ չունեցող անձին։ Չէ, այդպես չի։ Փորձաքննությունը նշանակվել է քննչական կոմիտեի կողմից եւ փոխանցվել է մեր եպիսկոպոսներից մեկին։ Ենթադրաբար, ես այդպես գիտեմ, որովհետեւ այդ փորձաքննության արդյունքը ամենայն դեպս հրապարակվեց, որ մեր եպիսկոպոսներից մեկին։ Չգիտեմ, վայ ջան, հիմա ասեմ։ Հիմա տեսեք, ընթացակարգերով հետեւյալն է։ Երբ որ փորձաքննություն ես ուզում օբյեկտիվ պատրաստել, պետք է ներգրավել այն անձին, ով ներգրաված է այդ հարցում։ Գետ մենք հնարավորություն պիտի ունենայինք հարցադրումները կազմությանը ինքներս մասնակցել, բացարձակապես նման երևույթ չի եղել։ Երկրորդը, եթե անգամ փորձաքննություն ա լինում, Արսենը շատ լավ նշել է, փորձաքննություններ են եղել, որոնք տևել են 8 ամիս։ Եվ մեկ օրում հանկարծ պարզվում է, որ այդ անձը, որը որ պատկերված է տեսագրության մեջ, իբրև թե ես եմ։ Այնինչ ես իրենց միանշանակ հայտարարել եմ, սիրելիներս, այս գործը եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե
իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Խախտված չէ նաեւ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Իհարկե ես չեմ։ Գիտեք, շատ տհաճ է ինձ համար այս հարցադրումներին պատասխանելը, բայց ես այո կանչվել է եւ նույնը իր դիրքորոշումն է եւ ոչ միայն իր դիրքորոշումն է, իմ ընտանիքի բոլոր անդամները պարզապես այս տհաճ իրավիճակում ես թույլ չեմ տա իրենց խնդրել պարզաբանումներով հանդես գան։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ իհարկե շատ տհաճ անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ իհարկե միանշանակորեն դաժոխտում են։ Եվ չի կարող այդպիսի բան եղած լինել։ Չի կարող է։ Այո։ Տեսեք, հերթով կանդրադառնանք հարցերին, ես առայժմ պատասխանում եմ մեր սիրելի Ռուզանայի հարցերին, դուք առիթ ունենաք այս հարցերին, ես իհարկե որքան էլ տհաճ լինի, հաշվի առնելով դրա հանրային հնչեղությունը, ամենայն մանրամասնությամբ պատրաստ եմ պատասխանելու։ Քանի որ այսօրվա մեր հանրային դիսկուրսը այս մակարդակի է իջել, ես կպատասխանեմ այդ հարցերին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խուսափում եմ։ Որտեղ կանգնեցինք։ Հա, հիմա ինչ քայլեր են ձեռնարկելու։ Ես իհարկե ցանկացած քայլ, որը կկատարեի, պետք է այդ ասպեկտից մեկնված իրականացվեր։ Հիմա տեսեք, ինչ կարող էի ես անել։ Ես կարող էի դադարեցնել իմ ծառայությունը, խնդրել դադարեցնել իմ ծառայությունը, բայց դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է լսնեմ ջուր այն մարդկանց ջրաղացին, ովքեր որ ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո նրանց նպատակը դա է։ Երկրորդը, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի, որ բացարձակապես առհամարած ունեմ հանրային ընկալումները կարծիքը։ Իհարկե ես այդ հարցին ժամանակի մեջ կանդրադառնամ։ Անցյալ օրը կարծեմ մեր լրագրողներից մեկը այդ հարցը ինձ տվեց, ես իրեն պատասխանացի, որ ոչ, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որովհետև ինչ որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը, եւ ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, եւ եթե ես եմ խանգարող հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե ես ցանկացած լուծումի պատրաստ եմ, բայց դա պետք է ես գնահատեմ, տեսնեմ։ Եվ երրորդը, եկեղեցական իշխանությունը ինքը կարող է գնահատել, դա անհրաժեշտ է թե ոչ։ Հիմա ըստ էության առաջարկվել է, որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ։ Ըստ էության իրավական լեզվով ասած խափանման միջոց է կիրառվում։ Հիմա խափանման միջոցը, երբ որ կիրառվում է, նպատակը ո՞րն է։ Նպատակը հետևյալն է, չէ՞, ես տրամաբանորեն եմ ասում։ Այդ միջոցը կիրառվում է ծառայությունը դադարեցնելու։ Մեկ, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննությանը, որի հնարավորությունը ես չունեմ, կամ համենայն դեպս այդ հնարավորությունը չի նվազելու իմ պաշտոնաթողությունից հետո, որովհետև ես այսպես կամ այնպես հանձնաժողովի անդամների հետ հարաբերություններ ունեմ։ Եպիսկոպոսները։ Ինչպես։ Այն ինչ որ հրապարակվեց։ Հանձնաժողովի անդամների իհարկե ոչ բոլոր, իհարկե ոչ 7 հոգի են, բայց 7-ից մեկը չէ ստորագրել, երկուսին էլ ստորագրությունները չկար, ուղղակի նշան էր դրված։ Ու ենթադրաբար։ Հիմա նպատակը ո՞րն է կասեցմանը։ Որպես ես հնարավորություն չունենամ ազդել իրենց քննության օբյեկտիվության վրա,
Ես այսպես կամ այնպես այդ հնարավորությունը չունեմ։ Կամ եթե ունեմ, իմ հնարավորությունը չի նվազելու, եթե ես իմ պաշտոնավարությունը դադարեցնեմ, որովհետև այսպես կամ այնպես ես անձանց հետ որոշակի հարաբերություններ ունեմ։ Երկրորդը, խափանման այդպիսի միջոցը կիրառվում է, որպեսզի մարդը հնարավորություն չունենա գործել նույն հանցանքը։ Հիմա տեսեք, ինձ մեղադրում են ինչի մեջ։ Ինձ մեղադրում են իմ կուսակրոնության օգտը խախտելու մեջ, կենակցելու մեջ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դուք իմ պաշտոնավարությունը դադարեցնում եք, ես զավեշտական է, ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու։ Ուրեմն նպատակը ո՞րն է։ Պարզ չի, որ նպատակը զուտ քարոզչական է։ Նարեկ ջան, երբ որ դուք ուզեք հարց տաք, ձեզ խանգարելու ենք։ Այո։ Ես հատկապես ձեզ անցյալ օրը երկար խոսել եմ։ Սիրելի լրագրողներ, ես չէի ընդհատում զուտ, որովհետև Սրբազանը պատասխանում էր ձեր բոլոր հարցերին, բայց խնդրանքս է, որպեսզի պատասխանները ավելի ամբողջական լինեն եւ արդյունավետ, կարող է ձեր հարցերի պատասխանները արդեն այդ պատասխանի մեջ լինեն։ Խնդրում եմ թույլ տվեք, որպեսզի Սրբազանը իր խոսքը ավարտի, եթե ընթացքում հարցեր են լինում, գրի առեք։ Ես հերթով բոլորին հնարավորություն կտամ ձեր հարցերը հնչեցնելու։ Այդպես նաեւ ավելի ճիշտ կլինի այն լրագրողների հանդեպ, ովքեր համբերատար արդեն 30 րոպե սպասում են իրենց հերթին։ Ավարտեցի, ես ձեր հարցերին պատասխան։ Այս պահին ոչ։ Երբ որ ես գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, օգտակար է, ես ցանկացած քայլ պատրաստ եմ անել։ Ոչ միայն պաշտոնավարությունս դադարեցնելու, այլ ընդհանրապես կարգս թողնելու։ Որևէ խնդիր այդ առումով ես չունեմ։ Բայց ես չեմ պատրաստում անել մի գործողություն, որը ենթադրել կտա, որ այն ինչ որ ինձ վերագրվում է, դա ճիշտ է։ Ես ձեզ ուրիշ բան էլ ասեմ։ Մեր եկեղեցու պրակտիկայում դուք չեք կարող հիշել վերջին 30 տարում մի դեպք, երբ եպիսկոպոսի հետ կապված հարցերը քննարկելու համար հանձնաժողով է ստեղծվել։ Այդ հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել եմ ես։ Եվ դա ես ճիշտ եմ համարում, որովհետև պետք է այդպիսի մշակույթ ձևավորվի։ Ցանկացած հարց պետք է հանգամանորեն քննարկվի եւ օբյեկտիվորեն գնահատվի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնաժողովը կմահաճորեն կամ մայականորեն քաղաքական այս կամ այն գործոններով պայմանավորված որոշումների կամ լուծումների կամ առաջարկների հանգի։ Բարձր խնդրում եմ, բարձր։